Երեք Facebook-ով մեկը ինձ ընկերություն առաջարկեց։ Նայեցի, պրոֆիլին բավականին տարօրինակ անուն էր, հատվածական, Վան Գրիգլին, թե ինչ, նույնիսկ հիմա չեմ էլ հիշում։ Նման անուններ ունենում են չինացիները, վիետնամցիները, նույնիսկ Վիետնամի Կոմկուսի առաջի քարտուղար կար, Ֆան Վան Դոնգ։ Բայց նայեցի, որ էջին հայկական նյութեր կար դրված, հաստատեցի, չնայած չէի ցանկանում, քանի որ 5000 ընկերների թիվը լրանում է, իսկ այնտեղ սահմանափակում կար։ Քիչ անց մեսենջերով ողջունեց անգլերեն, զարմացա։ Ասեցի հայ, ասեցա, բա ասում եմ ինչի հայերեն չես ողջունում։ Վերջը մարդը վիրավորեց եւ փակվեց սրանով գնաց։ Որ իրենց պրոֆիլներին տարօրինակ անուններ են դնում, սա էլ մի այլ թեմա է։ Օրինակ Facebook-ում եւ YouTube-ում դեռ ոչինչ։ Շատերը իրենց անուններով են հանդես գալիս, բայց օրինակ TikTok-ում ինչ անուն ասես չեք գտնի։ Ես TikTok-ում նույնպես տեղադրում եմ նյութեր եւ նյութեր օրինակ լայքում է։ Պտուղ բանջարեղենը, կրծողների դեմ պայքարողը եւ չզարմանաք մեռելիս դաչին։ Բայց այս պատմությունը սրանով չվերջացավ։ Այն մարդը, որ ինձ ընկերություն էր առաջարկել, հետագայում էլ մեսենջերով զանգում էր եւ ուզում էր հաշիվ մաքրել ինձ հետ։ Այդ մարդիկ այդպիսի անուններով վերցնելով իրենց պրոֆիլներին, առաջի հերթին իրենց եւ իրենց հարազատներին են վիրավորում։